Վարորդական վկայականները կաշառքով ստանալու 17 դեպք է բացահայտվել։ Մեղադրյալի աթոռին ներքին գործերի նախարարության Տավուշի հաշվառման քննական բաժնի արդեն նախկին պետ Էդգար Գրիգորյանն է։ Վարորդական վկայականները տրամադրելու համար տարբեր անձանց օժանդակությամբ ստացել է կաշառք գումարներ, դա դրսևորվել է տարբեր չափերով, տարբեր անձանց դեպքում 200-ից մինչև 550,000 դրամի շրջանակներում ընդհանուր ստացել է 5.830.000 դրամ կաշառք։ Կաշառքը վերցրել են թե տեսական, թե գործնական քննությունների համար։ Տեսական քննության պարագայում օրինակ այլ համակարգչի կիրառմամբ հեռավար, քանի որ տեսական քննությունների սենյակը տեսաձայնագրարվում է, այդ պատճառով քաղաքացիներին ուղեկցել են համակարգչի դիմաց եւ հեռավար եղանակով մեկ այլ համակարգչի միջոցով միացել են տեսական քննության սենյակում գտնվող համակարգչին, քաղաքացիներին մատնացույց են արել ճիշտ պատասխանները նշել եւ արդյունքում ստացել են դրական գնահատականներ։ Գործնական քննությունների դեպքում կամ չեն կատարվել որոշ կետերի պահանջներ, կամ մեքենան կարճ տարածություն են վարել։ Եղել է նաև դեպքեր, երբ օրինակ անձը մեկ անգամ մասնակցել է տեսական քննության, դրանից հետո մի քանի անգամ մասնակցել է գործնական քննությունների, չի կարողացել ստանալ քննությունը, երկրորդ անգամ մասնակցել է տեսական քննության, ստացել է բացասական գնահատական, երրորդ անգամ է մասնակցել տեսական քննության, ստացել դրական գնահատական, եւս մեկ անգամ մասնակցել է գործնական քննության, ստացել բացասական գնահատական եւ ի վերջո կաշառքի դիմաց ստացել է երկրորդ գործնական քննությունը։ Եղել է երբ կրկին էլի քաղաքացին մի քանի անգամներ մասնակցել է գործնական քննություններին, չի կարողացել ստանալ եւ այլընտրանք չունենալով դիմել է այդ միջոցին, այսինքն կաշառքի դիմաց գործնական քննությունը ստանալու եղանակին։ Կաշառքի դիմաց ստացված վկայականներից 3-ն առգրաված է, մյուսների վերաբերյալ գրություն է ուղարկվել ներքին գործերի նախարարություն վկայականներն անվավեր ճանաչելու հարցը քննարկելու համար։ Ընդհանուր առմամբ քրեական վարույթով 22 մեղադրյալ կա, այդ թվում քննական բաժնի գլխավոր մասնագետ։ 22-ից 12-ի նկատմամբ հետապնդումը խոստովանական ցուցմունք տալուց հետո գործուն զղջալու հիմքով դադարեցվել է, իսկ մյուսների վերաբերյալ գործը դատարանում է։ Քննական բաժնի արդեն նախկին պետ Էդգար Գրիգորյանն ու գլխավոր մասնագետը կալանքի տակ են։ Վերը փորձեց մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում ճշտել Գրիգորյանի պաշտպանից, սակայն նա ասաց, որ խոսելու թույլտվություն չունի։ Գրիգորյանի գույքի վրա 5.830.000 դրամի չափով կալանք է դրված։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։